Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Եթե տուն ես Քրիստոսը հստակ ըսե մեզի։ Հարցումը սակայն հարցումին յետին թագարտ մգա լարված որ գուզեն Հիսուսը ձուղագծկել։ Երկսայրի սուրմներ, որ գներգայանար Հիսուսի, պարիսեցներուն գողմե։ Այսօրվա ջաշու ավետարանը սիրելի հավատացյալներ, մեզի գներգայացնե Քրիստոսի գյանքեն արնված տրվագմը, որում էջ մեր դերը նախքան այսօրվա թեպքին բադահիլը, արագ մգխոսի իր արակյալներուն և ներգա ժողովուրդին, նշանավոր ոչխարներու և հովիվներու արագներ որ գխոսեր և գներգայացնե սելով ճշմարիտ գսեմ ցեզի, թե վարձկան հովիվը անոր տրամով գաշխատի, վարձկան է, երբ իր ոչխարներուն վրա վտանգ մը սպառնա, զանոնք գծկե ու գփախի, գերտա, իսկ ան որ իսկական ոչխարներուն դերն է, իր կյանքին քնովը թեմ գտնե բոլոր այդ հարցակումներուն եւ այդ քայլերուն, որոնք պիտի կան եւ հոդին վնաս հասցնեն եւ իսկական հովիվը գպաշտպանե զանոնք։ Սակայն անհասկանալի վիճակ մգար այդ օրը մանավանդ բոլոր անոնցքով, որոնք դակավին Հիսուսե այլ ակնկալություններ ունեին, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս մարդահաճության համար չեր եկած, մարդոց հաճույք պատճառելու համար չեր եկած, մարդիկը քովափանելու եւ պարապանելու համար չեր եկած, մարդիկը մեծարելու չեր եկած, այլ եկած էր բարձավես անոնց հոգիներու փրկության համար։ Սակայն այսօրվա տրվագը, եթե ուզենք վերլուծել, հոմ պիտի տեսնենք, թե այդ օրվա մարդիկը ինչու չէ նաև այսօրվա մարդիկն ալ բացառությունները հարկելի են, ավելի կարևորություն մուտան արդակին երևույթներուն, կան մարդու ներքին երևույթին եւ հոգեգան աշխարհին։ Ավետարանը գսե Հովաննու ավետարանի 10-րդ գլխու 22-րդ համարեն գսկսի հետևյալ տրվագը ծմեր էր գսե Երուսաղեմի մեջ դաջարին նավագադիգին Սողոմոնի սյունակավիթին մեջ նայեցեք ավետարանը ինչ գսե ծմեր էր օրվա եղանակը կներկայացնե բայց Եկեղեցվո նավագադիկներ գսե դոնագադարությունը գադարվեր։ Նավագադիկ կնշանակ է մեծ դոնիմը նախորդող օրը մենք այսօր գսենք նախադոնակ։ Այդ նախադոնակը կգադարվեր։ Ինչին նախադոնակներ որ կգադարվեր, հոմ պիտի տեսնենք, թե Սողոմոնի դաջարը որ քանի տասնյակ դարիներ դևեց շինարարությունը Սողոմոն իմաստունի կողմէ, Դավիթ մարգարեի որդիին Սողոմոնի կողմէ, սակայն այս դաջարը հաճախ հարձակումի եւ քանդումի ենթակա եղած է։ Թշնամիներ, որ մտնեին Երուսաղեմ, առաջին անգամ դաջարը կքանդեին։ Ինչու՞։ Որովհետև Եբրայեցի ժողովուրդը իրենց հավատքը տրած էին դաջարին քարերուն վրա,
արդակին երևույթին վրա, սակայն Հիսուս հոս կուզես սորվեցնել, որ դաջարին արդակին երևույթեն ավելի մարդուս հոգի դաջարը ավելի կարևոր է, կան դաջարին կեղեցկությունը կամ անոր արդակին երևույթը։ Այո, իցույց մարդկան կարևոր է արդակին երևույթը, սակայն Հիսուս կուկար ավելի կարևորություն դալու մարդոց հոգիի ներքին դաջարներու մասին եւ նայեցեք Հովհաննես Ավետարանիչ ինչպես կներկայացնեն։ Հիսուս կսե դաջարին սյունակավիթին մեջ գերտևեգեր։ Դաջարին սյունակավիթ ուրեմն դաջարը զանազան մասերը կփաղկանար Սողոմոնի։ Գարփուն սրբություն սրբոց գոչված խորանը, որ հոնգ զեդեղվեր բաղարջագերած հացը, հոնգ զեդեղվեր դաբանակ ուխտին, որում մեջ կար անաբադի մեջ դեղացած մանանայեն եւ Ահարոնի ձաղյալ կավազանեն սկսյալ նվիրական սրբություններ, մարդիկ կարևորություն չեն դար, կամ չէին դար այդ սրբություն սրբոց գոչված դաջարին, այդ խորանին, որը վրա բադարակ կմատուցվեր, այլ ավելի կարևորություն կուտային սյունակավիթին։ Սյունակավիթը գոչված էր Սողոմոն իմաստունի անունով եւ կգոչվեր Սողոմոնի սյունակավիթը, որ գեղեցիկ մարմարներով, ոսկիներով, արձատներով բադված գեղեցիկ դեղմը, նաեւ այդ սյունակավիթին տրան անունը գոչած էին գեղեցիկ թուր, որովհետև այնքան գեղեցիկ շինված էր ադամանդներով, քարերով, ոսկիներով եւ արձատներով։ Հետևաբար ամբողջ մարդկության ուշադրությունը գրաված էր այդ գեղեցկությունը եւ մոռացած էին իրենց ներքին դաջարի գեղեցկությունը, հոգիի գեղեցկությունը, մոռացած էին հավատքի այդ գեղեցկությունը, այլ կացած էին արդակին երևույթի բաշտամունքը գադարելու։ Ճիշտ անոր համար, եթե 9 երանիներու Մատթեոսի Ավետարանի 5-րդ գլխու 9 երանիներու ավարտին մենք պիտի տեսնենք նաև 9 վայեր կդեղացնե մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ վայերեն մեկը այն է, որ գսե վայ ցեզի փարիսեցիներ եւ տբիրներ, որովհետև դաջարին վրա, դաջարին մեջ զարդարված ոսկիներուն, արձատներուն ավելի կարևորություն կուտակ, կան այդ ոսկիները եւ արձատները սրբացնող Աստուծո։ Եվ այսօր Հիսուս կուկա ըսելու համար այդ օրվա մարդոց եւ այսօր մեզի, որ այո, ամեն ինչ կարևոր է, դաջարը գեղեցկացնել, շինել, նորոգել, բայց ավելի կարևոր է ներքին դաջարը մարդուս Պողոս առաքյալ պիտի կա ամբողջացնելու ըսելով ձեր հոգիները Սուրբ Հոգիի դաջարներ են, զայն մաքուր բահեցեք, փյուրեղ բահեցեք, հավատքով բահեցեք, որբեսի Սուրբ Հոգին կա եւ բնակի ձեր հոգիի դաջարներուն մեջ։ Սակայն ինչու այսօրվա այս ավետարանը գզուկատիպի այսօրվա մեջ մեր հայրավետները շատ իմաստուն գարկատրությամբ այս ավետարանը զետեղած են այսօր։ Եթե մենք նախորդ շաբթվա օրացույցին նայեցանք, հոմ պիտի տեսնեինք, ինչպես որ անցյալ գիրագի ասվեցավ, թե նախորդ շաբաթը Արարատյան շաբաթ կոչված էր։ Ինչու, որովհետև երկուշաբթի են մինչև այսօր յուրաքանչյուր օր ուներ իր խորհուրդը։ Երկուշաբթի մենք դոնեցինք Հռիփսմյանց գույսերու իշադակը, երեքշաբթի Քայանյանց գույսերու իշադակը, հինգշաբթի
Սուրբ Հովհաննես Մկրտիչի եւ Աթանակինիա եպիսկոպոսի իշադակը 3 շաբաթ օր դոնեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրաբեդի խոր վիրաբեն ելնելու իշադակը եւ նույն այդ գիշեր, այսինքն 3 գիշեր Հայրաբեդը երբ Արարատյան տաշտի մեջ գաղութեր Աստուծո դեսիլք մտեսավ գնացած չէր այլ արթուն էր իր հոգին, արթուն էր իր միտքը, արթուն էր իր ամբողջ էությունը եւ վերացած էր այս երկրի բոլոր աղդեղություններեն, բոլոր մտահոգություններեն, այլ հոգեպես անչատված էր այս աշխարհեն եւ հանգարց երկնքի մեջ փայլատակած լույս մտեսավ։ Այդ լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր, որ եկավ Հայրաբեդի հավատքի զորության համար, ոսկի ուրնագը իր ցերքին գծեց Սուրբ Էջմիածնի հատակագիծը։ Եվ այսօր մենք կդոնենք Գաթողիկե Սուրբ Էջմիածնի դոնը, այսինքն Երուսաղեմեն ետք առաջին այն դաջարը, որ գառուցվեցավ Հայաստան աշխարհի մեջ եւ դարձավ հավատքի խորհրդանիշ համայն մարդկության։ Եվ ով մի տեսնենք Ակաթանքեղոս անունով բատմիչը, որ գրած է այս պատմությունը, գսե Հայրաբեդը հազիվ տեսավ այդ տեսիլքը հաջորդ առավոտ իսկ գնաց թագավորինքով դրտած թագավորինքով եւ ասավ անոր եւ անոր նախարարներուն եկայք շինեսցուկ Սուրբս խորանն լուսո եկեք միասին լույսի խորանը գառուցենք չսավ քարերով խորան մգառուցենք չսավ նյութեղեն արդակին քեղեցիկ երևույթ ունեցող խորան մգառուցենք այլ շեշտը տրավ լույսի խորանին, որ պիտի լուսավորե մեր միտքերը, որ պիտի լուսավորե մեր հոգիները, որ պիտի լուսավորե մեր ամբողջ էությունը։ Եվ գսե Հայրաբեդ եւ թագավոր, իշխաններ, շինականներ, ռամիկ ժողովուրդ, բոլորը հավաքվեցան գսե Մասիս սարեն քարեր իջեցուցին եւ գառուցեցին Սուրբ դաջարմը, որու անունն էր իր առաջին շողագաթ, երկինքեն լույսի շողին գաթելուն դեղը, եւ ապա հետո զանազան պատճառներով այդ շողագաթը վերածվեցավ Սուրբ Էջմիածին անունի, որ Աստծո միածինը իջավ եւ գառուցեց այդ տաճարը, որու 1700-ամյակը դոնեցինք դարիներ առաջ եւ քրիստոնեական pedagogan գրոն քրճակման իշադակը եւ այսօր մեր հայրապետները քեղեցիկ գարկատրությամբ այս դոնին օրը մեզի կներկայացնեն այս դրվագը, որ Հիսուս Սողոմոնի մարմարարագետ ոսկիներով եւ արծաթներով զարդարված այդ սյունակավիթին մեջ գերտևեգեր։ Ինչու գերտևեգեր, որովհետեւ Փարիսեցիները, տբիրները եւ այդ օրվա պատասխանատուները այդ սրահին ավելի կարևորություն կուտային, քան սրբություն սրբոց գոչված խորանին։ Եվ նավագատիկի դոնը այն էր, որ Հիսուսը մոտավորապես 164-65 թվականին կանթված էր դաջարը եւ երկար դարիներ այդպես մնաց, կանթված վիճակի մեջ Հութա Մագապեացի անունով անցմը ինքը ստացնեց դաջարին վերանորոգումը եւ բացումը եւ այդ օրը գսե այդ դաջարին նավագատիկը գտոնեին եւ Հիսուս գերտևեգեր այդ սյունակավիթին մեջ իր կով եկան եւսին մեր հոգին հանեցիր այլ եւս ըսե
եթե տուն ես Քրիստոսը, որպեսզի հավատաք քեզի։ Այս երկսայրի սուրին դիմաց Հիսուս, եթե այո ես եմ ասեր, պիտի չի հավատային գրգն իրեն։ Եթե ես չեմ ասեր, նորեն արդեն չէին հավատար, այլ իրենց ասավ, այն գործերը, որ ես կգադարեմ եւ գադարեցի, անոնք կվգայեն իմ գործերուս մասին։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, բոլոր այն գործերը, որ լավ նպատակի համար, գեղեցիկ նպատակի համար կգարուցվին, անոնք լավ գործեր են եւ մնայուն գործեր են եւ կան մահացնեն թե այդ գործերը կատարողները եւ թե համայն մարդկությունը։ Հետևաբար այսօր մեր Հայաստանի հայց Արաքելական եկեղեցու հիմնադրության տոնն է։ Այդ շողագաթը ջարակայթեցավ Երևանեն Սուրբ Էջմիածնեն ըսպյուրս աշխարհի, այսօր հանձնված է մեզի, հանձնված է ցեզի, հանձնված է համայն մարդկության, համայն քրիստոնեության։ Հետևաբար դեր գանքնինք այդ շողագաթին, այդ լույսին, այդ մայր դաջարին, որ 5-րդ դարու մեջ Վարդանանց պատերազմի ավարտին Եղիշե Բաթմիչ հետևյալ ձևով գավարդե եւ գսե մենք ջանցանք եկեղեցին որպես մեր մայրը եւ ավետարանը որպես մեր հայրը։ Հետևաբար եկեղեցին թե մեր մայրն է եւ թե մեր հայրն է, ավետարանը եւ եկեղեցին միասնաբար մեր բահաբանն են, հիմա եւ միշտ եւ հավիտյան մեր լուսավոր հավատքով դեր գանքնինք, գառուցենք, նորոգենք, մեր մասնակցությունը բերենք ամեն գործին, որ կգադարվի եկեղեցու բայցարության համար։ Աստված օրհնե բոլորդ։ Այս արդիվ եկեղեցուիս հոգևոր հովիվներու անունով գշնորհավորենք բոլոր քրիքոր անուն գրող անձնավորությունները, որ երեք իրենց անվանագոչության դոններ եւ հիշատակության օրներ։